Սիրում է համարներին, մեր Աստված սիրում է, այսպես ասում, հետաքրքրում է նրան համար մարդկանց քայլերը, համար քրիստոնյաների։ Երբեմն կան չէ երիտասարդներ կամ երեխաներ, որ մենք ասում ենք նրանք շատ, այսպես ասած, իրանց ասածի տեր են։ Բայց իրականում սրա մեջ շատ լավ բան կա, եթե դա օգտագործվում է Աստծո փառքի համար, որովհետև այսօր շատերը միգուցե շատ հոգսերով են եկել, բայց չեն եկել այն սպասումով, որ իրենց հոգսերը կլուծվեն կամ իրենք խաղաղություն կգտնեն։ Ուզում եմ ասեմ, որ յուրաքանչյուրդ այստեղ պատրաստ եղեք խաղաղություն գտնելու, եթե իսկապես մոտենաք Աստծուն, եթե իսկապես հանդիպեք Աստծուն։ Մի քանի րոպեներ հետո մենք փառաբանելու ենք մեր Տիրոջը, մի քանի րոպեներ հետո մենք պաշտելու ենք մեր Աստծուն։ Ուզում եմ քեզ քաջալերել, սիրելի քրիստոնյա, սիրելի էջմիածինցի, սիրելի տարբեր տարածքներից եկած մարդ, որ անգամ չգիտեմ, վստահիր քո Տիրոջը եւ համար մոտեցիր նրան, առանց կասկածի մոտեցիր, այնպես մոտեցի աղոթքի մեջ, ամենակարող Աստծուն, կարծես, որ դու արդեն առել ես քո հարցի պատասխանը։ Գիտեք, մարդ, երբ որ առնում է աղոթքի մեջ իր աղոթքի պատասխանը, դա արդեն իրականություն է դառնում։ Մի սպասեք, որ մի բան իրականություն դառնա եւ հետո նոր դուք առնեք։ Վերցրեք ճշմարտությունը հոգով, հոգեվորապես վերցրեք, հավատքով վերցրեք եւ եղեք համար, որովհետեւ Աստծուն հետաքրքիր են համար մարդիկ։ Աստծուն հետաքրքիր են մարդիկ, ովքեր կգնան եւ կվերցնեն իրենց օրհնությունը։ Եվ սա փաստ է Աստվածաշնչյան տարբեր իմաստներով, տարբեր պատմություններով։ Այնպես որ երբ որ կանգնես քո աղոթքի մեջ, սկսիր փառավորել քո Տիրոջը, այնպես փառավորի, որ կարծես գիտես, որ քո աղոթքի պատասխանը արդեն իսկ կա։ Այնպես փառավորի, որ կարծես դու արդեն տեսել ես քո աղոթքի պատասխանը։ Եվ սա ոչ թե ինչ-որ դերասանություն կամ ինչ-որ մի բան, այլ հավատքի քայլ, արդեն իսկ վերցրած քո աղոթքի պատասխանը։ Եթե հավատքով վերցնես, իմացի, որ քո աղոթքի պատասխանը կենդանություն կհաղորդվի եւ կդառնա իրականություն։ Աստված օրհնի քեզ։ Եկեք կանգնենք ոտքի, փառավորենք մեր Աստծուն։